Կոնկրետ տեղամաս մտնելիս Արգիշտե Մեխակյանի պաստառը փակցրած է։ Դա օրենքի խախտում է թե ոչ։ Չեմ կարող ասել, եթե օրենքի խախտում է, ուրեմն պիտի արձանագրվի եւ բանվի, այնպես ինչպես օրինակ ընտրատեղամաս մտնելուց, այնտեղ հիմա եթե նայեք, փակցված է նաեւ այլ թեկնածուների պաստառներ։ Եթե այնտեղ նայեք, այս հատվածում կտեսնեք ում պաստառներն են փակցված։ Այնտեղ էլ փակցված է օրինակ հաղթանակի թեկնածու, որը էլի 50 մետրի հեռավորության վրա կա։ Ինչպես է գնահատում Արգիշտե Մեխակյանի շանսերը։ Մենք պարոն Մեխակյանի շանսերը գնահատում ենք ամենաբարձրը խաղաղ շաբաթում առաջադրված բոլոր թեկնածուների մեջ։ Մի պարզ տրամաբանության, որ պարոն Մեխակյանը նախ մեծ ծավալի աշխատանք իրականացրել իր պաշտոնավարման ամբողջ շրջանում եւ տարբեր տեղերում, որտեղ ինքը աշխատել է։ Երկրորդ մեր թիմը հրաշալի քարոզարշավ է իրականացել։ Քարոզարշավի ամբողջ process-ում ակնհայտ գերազանցել ենք մեր մրցակիցներին։ Դրան վերաբերվող նաև բոլոր հատվածներով, մեր լրատվական ակտիվությամբ, մեր բուն քարոզարշավով մենք օրվա ընթացքում մի քանի ժամանոց քարոզարշավ ենք արելի տարբերություն մյուսների եւ ունենք այդ վստահությունը, թիմում հրաշալի մթնոլորտ է, հրաշալի մարդիկ են հավաքված, մրցունակ ցուցակ ունենք, ներկայանալի ցուցակ ունենք եւ այս ամբողջի համադրումը մեզ տալիս է վստահությունը, որ վաղ շաբաթի ընտրություններին մենք մեծամասն։ Պարոն նախարար, տեսեք, ընդդիմադիրներին արձանագրում են, ասում են Նիկոլ Փաշինյանը չեկավ ամփոփիչ քարոզարշավին, բացի այդ արձանագրել են, որ թալինցիներն էին մեծամասամբ մասնակցում, այսինքն ինչն է իրանց ասելիքը, որ ըստ էության վաղաշաբաթում ԿՊ-ն չունի աջակցություն։ Նախընտրությունները ամենը մի քանի ժամ հետո ուրեմն ցույց կտան վաղաշաբաթում ով ունի աջակցություն։ Երկրորդ ինչ վերաբերում է վարչապետի մասնակցության, ապա եթե դուք նկատած լինեք, բավական երկար ժամանակ վերջին բավական մեծ թվով ընտրություններին վարչապետը թիմ ընտրությունների քարոզարշավին որպես այդպեսին չի մասնակցում եւ ի սկզբանե էլ երբ որ գործընկերները ինձ հարցը տվել են, մենք ասում ենք, որ այդպիսի պլաններ չունենք, այդպիսի բան պլանավորած չի եւ դրանով է պայմանավորված, իսկ ինչ վերաբերվում է ուրեմն հանրահավաքին, նախ ակնհայտ է, որ մեր հանրահավաքի բազմամարտությունը խառնել է ընդդիմության պլանները, որովհետեւ օրինակ Մայր Հայաստանի հանրահավաքին մասնակցել էր մի քանի տասնյակ քաղաքացի, ես այդ ընթացքում նաև ականատես եմ եղել տեղում, այսինքն նաև այդ ընթացքում եմ եղել եւ ուրիշի աչքի տեսածը չեմ պատմում։ Նույնը վերաբերում է նաև հաղթանակ դաշինքի հանրահավաքին, այստեղ էլ մեր հանրահավաքի մասնակիցների մի քանի անգամ ավել է եղել մրցակիցների հանրահավաքների թվից եւ այդ նույն տրամաբանությունը նաև պահպանվելու է եւ մենք մի քանի անգամ ավելի շատ ձայներ ենք ստանալ։ Ձեր հանրահավաքին մասնակցում էին օրինակ հանրահավաքին մասնակցում են քաղաքական թիմի ներկայացուցիչներ, որոնց մի մասը կարող է Թալինից լինել, մի քանիսը կարող են Երևանից լինել։ Ես քաղաքացիները իրենք են ազատ որոշելու մասնակցեն թե չէ։ Այդ դեպքում օրինակ կարող եք ասել օրինակ դաշնակցականները, որոնք Արագածոտնից էին մասնակցել, ընդդիմադիրները, որոնք Արմավիրից էին մասնակցել, ուրեմն հաղթանակ դաշինքի հանրահավաքին, իրենք այս քաղաքական թիմից են։ Պարոն Խուդասյան, նախընտրական քարոզարշավը եթե չեն մասնակցել, թող հերքեն։ Այդ դեպքում պիտի ասեն օրինակ Տիրան Խաչատրյանը, որ օրվա վաղարշաբաթին է, որ մասնակցում է։ Դուք եք արձանագրում կոմիտեում բարեգործության արգելքը խախտելու մասով արդեն քրեական վարույթը կա։ Շատ լավ, ոչ մտավախություն չունենք, ես այնտեղ նաև նախորդ անգամ էլ ուրեմն ասել եմ, դա պարբերաբար տեղի ունեցող միջոցառում է, նկատի ունեմ այդ մարդը, որը գյուղի համար մեծ ծավալի աշխատանք է կատարել, ինքը տարվա մեջ 1-2 անգամ, երբ որ գալիս է ծննդավայր, միջոցառում է կազմակերպում, իմիջիալոց բազմաթիվ անգամ չարչարված ֆինանսական օգնությունը, որը տրվել էր առողջական խնդիրներ ունեցող երեխայի ընտանիքին, այդ երեխայի ընտանիքը Մայր Հայաստանի ցուցակի առաջին համարի օրեխոր ընտանիքն է, եւ ձեր համար Պարոն Խուդասյան, նախընտրական շրջանում Մեխակյանը կերուխում է կազմակերպել։ Թույլ տվեք, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես իմ պատասխանը վերջացնեմ, իմ մոտ տպավորություններ, որ երբ որ դուք լսեցիք, որ Մայր Հայաստանի ցուցակի առաջին համարի հորին են տվել այդ միջոցները, դուք սկսեցիք ինչ շեղել իմ մտքերից, բայց դա դժվար է չի ստացվելու։ Ոչ կա քրեական գործ, ես ավելին ասել չեմ կարող, մենք մտավախություն չունենք։ Ձեր հարցայիններ ունենք մտավախություն, թե չէ, ոչ չունենք։ Նիկոլ Փաշինյանը շատ կզայրանա, որ ԿՊ-ն պարտվի այստեղ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթելու է վաղաշաբաթի ընտրություններում։ Ես սա ասում եմ որպես մարդ, այդպես վստահ նաև Գյումրիում, պարոն Խուդասյան, ով քարոզարշավի ամբողջ ընթացքում ներկա
այդպես չեն դրել։ Փարաքարի դեպքում էլ եք այդպես ասում։ Գյումրիի դեպքում էլ նաև։ Ես նորից եմ ասում, փարաքարում այլ իրավիճակ էր այստեղ, այլ իրավիճակ էր փարաքարում, ուրեմն նաև նախորդ անգամ էր քաղաքացիական պայմանագիրը պարտվել, դրանից առաջի անգամ էլ էր պարտվել, իսկ մենք այստեղ նախորդ անգամ էլ ենք հաղթել եւ Սևակ Խաչատրյանը նախորդ անգամ էլ է պարտվել, ինչ իրավիճակ է փոխվել։ Լավ իրավիճակ է փոխվել։ Մայրաթորի դեմ արշավը, պարոն Խուդացյան։ Հոգևոր քաղաքի բնակիչները կարծես այնքան էլ կողմ չեն։ Մայրաթորի դեմ արշավ չկա, գոնե դուք, որ ներկա եք եղել հանրահավաքին կամ կարող եք դիտել հանրահավաքը, պետք է տեսած լինեք, որ մեր հանրահավաքին նաև Արմավիրի թեմի հոգևորականներից են մասնակցել։ Մենք այս ընթացքում երբ որ այսինքն օրհնության խոսք են իրենք ուղղել, ինչի համար շնորհակալ ենք եւ իրենց եւ Արմավիրի ողջ թեմին, ովքեր նաեւ քաղաքի տոնի միջոցառմանն էին մասնակցել։ Այս ընթացքում պարոն Մեխակյանի հետ այն քարոզարշավի ընթացքում երբ որ հասել ենք այնպիսի վայրեր, որտեղ կան եկեղեցիներ, ներս ենք մտել, մեր հոգևոր հայրերից օրհնություն ենք ստացել, մենք իրենց բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ունենք եւ կարծում եմ դուք ամեն քայլափոխի դա կարող եք տեսնել։ Վստահ եմ, որ դուք տեսել եք։ Ուստի չի խախտել եկեղեցական։ Ես մեծ հարգանք ունեմ Սիոն Սրբազանի նկատմամբ եւ վստահ եմ, որ Սրբազանի ուրեմն հարգանքը նաեւ փոխադարձ։ Իսկ դուք եք խախտել է ուխտը թե ոչ։ Այլ հարցեր ավելի բովանդակային։ Պարոն Խուդացյան, ստացվեց, որ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին այսպես սկսեցին ճանապարհների ասֆալտապատում, այլ շինարարական աշխատանքներ, սա ըստ էության ընկալվեց որպես ընտրողների ձայները շահելու տարբերակն է եւ նաեւ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որտեղ խոստանում էին տանիքի շինարարության համար մատերիալ հատկացնել, որպեսզի բնակիչը այսպես վերանորոգում։ Մենք տարի 500 կիլոմետր ճանապարհ են կառուցում, վերակառուցում, այս կամենտներում, հանրապետության բոլոր բնակավայրերում, հանրապետության բոլոր քաղաքներում եւ նաեւ այդ տրամաբանության մեջ իրականացվող շինաշխատանքներ են, որոնց մեկնարկը տրվել է վաղուց քարոզարշավի մեկնարկից էլ առաջ, դրանք նախագիծ պահանջող աշխատանքներ եւ հետեւաբար մեկ օրում կամ մեկ ամսում հնարավոր չէ որոշումներ իրականացնել եւ այդ աշխատանքները անել։ Ես ուրիշ բան կասեմ, ընդդիմության համար, այո, բազմաթիվ տեղեր, բազմաթիվ բնակավայրերում այս օրերի եւ տանիքներ են փոխվում, եւ վերելակներ են փոխվում, եւ ջրագծեր են կառուցվում, եւ մենք չենք պատրաստվում մեր քաղաքները փակել, քաղաքները խավարի մատնել, լույսերը անջատել, մանկապարտեզները փակել, դպրոցները փակել, ինչ թե հաղթանակի հնարավորություն չունեցող ընդդիմությունը այս կամ մենք էլ դա կմեկնաբանի, մենք այդպիսի մտահոգություն չունենք։ Սևակ Խաչատրյանի նախընտրական ցուցակում արգելի գործընկերներ։ Իմ ենթակայության, տկեն նախարարության ենթակայության հիմնարկից աշխատող կա եւ եթե ցուցակում ավականու տեխնացու եւ այլ ընդդիմադիրների ցուցակում եւս եւ եթե մենք աշխատող ազատացնենք, ապա վստահաբար դա կանենք ցուցակից Ֆեզի տնօրենը ճակատագրին է անցել այլ Իսկ աղա ընտրություններից հետո անեք պարոն Խուդացյան, մենք հարցել էլի հանրապետության կուսակցության տեխնացուն ասում է, որ ընտրություններից հետո ԿՊ-ն այսպես կմիանա, ինչ վստահություն, որ ինքը ավելի շատ ձայն կհավաքի, քան պարոն Մեխակյանը։ Չգիտեմ իրեն որտեղից այդ վստահությունը եւ չգիտեմ մյուս տեխնացուներին որտեղից այդ վստահությունը։ Ես կարող եմ ասել, ես գիտեմ մեզ որտեղից այդ վստահությունը։ Մենք այդ վստահությունը ունենք, տեսնելով մեր իրականացած քարոզարշավը, պարոն Մեխակյանի կատարած աշխատանքը, պարոն Մեխակյանի եւ իր ընտանիքի վայելացերը եւ հարցանուկ այս համայնքում, եւ այդ ամեն ինչը մեզ տալիս է վստահություն, որ ընտրություններում մենք բացարձակ մեծամասնություն ենք ստանալու պարոն Մեխակյանի գլխավորությամբ։ Պարոն Խուդացյան, այսօր պատարագի չեք մասնակցել, ինչպես նախորդ կիրակին այն։ Ինչու՞։ Որովհետև վաղ շաբաթում ընտրություններ են եւ այստեղ կազմակերպչական հարցեր։ Այստեղ ավելի կարևոր է։ Չփայնեք այսօր պարոն Խուդացյան։ Չէ, բավական։